Արայիկ Հարությունյան, Լյովա Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Բաբայան və Դավիթ İşxanyanın cəzasını Ադրբեջանցի մեղադրողը պահանջել է ՑՄ ազատազրկման դատապարտել Արցախի ռազմաքաղաքական 5 ղեկավարներին, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Արկադի Ղուկասյան və Բակո Սահակյանın Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին Ադրբեջանի գլխավոր դատախազի ավագօգնականը պահանջել է դատապարտել 20 տարվա ազատազրկման, նրանց տարիքով պայմանավորված։ Ադրբեջանի քրեական օրենսգիրքը թույլ չի տալիս նախկին նախագահներին եւս ՑՄՀ դատապարտել, քանի որ նրանց 65 տարին արդեն լրացել է։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքուն մեղադրում է մի քանի տասնյակ հոդվածներով պատերազմ ծրագրելու եւ իրականացնելու ցեղասպանության, բնակչության ոչնչացման, ապօրինի վերաբնակեցման, կտանքների, կանխամտածված սպանությունների, ահաբեկչության, դրա ֆինանսավորման, հանցավոր միավորում ստեղծելու եւ այլ ծանր հանցագործությունների համար։ Ընդ որում, հանցավոր միավորում ձևակերպման ներքո Բաքուն нկատի ունի Արցախը, իսկ ազատագրական պայքարի ընթացքում իրականացված ինքնապաշտպանությունը ներկայացվում է որպես ահաբեկչություն։ Արայիկ Հարությունյան вместе со своим братом участвовал в преступлениях, совершенных ՑՄ ազատազրկում պահանջելով Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի համար մեղադրողը ապացուցված է համարել, թե Հարությունյանը 1991-ից մինչև 2023 թվականը ուղղակի եւ անուղղակի մասնակցություն է ունեցել Արցախի կողմից կատարված հանցագործություններին։ Բաքուն Արցախի նախկին նախագահին մեղադրել է 90-ականներին Ադրբեջանի դեմ իրականացված պատերազմի, ներառյալ Խոջալույում իրականացված գործողություններին մասնակցելու համար։ а также в боях в поселке Керкиджан и Ходжалые. Արայիկ Հարությունյանին Բաքուն նաև մեղադրել է 2023-ի ռազմական գործողություններին մասնակցելու եւ խաղաղ բնակավայրերը հրթիռակոծելու համար։ Подвергая города и мирное население разрушительным ракетным ударам, осуществлял. Անդրադառնալով նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին ադրբեջանցի մեղադրողն ասել է, որ թեև Բաբայանը զենք չի վերցրել եւ չի մասնակցել ռազմական գործողություններին, սակայն նա անուղղակիորեն մասնակցել է Արցախի գաղափարախոսության ձևավորմանն ու իրականացմանը։ Իբրև ապացույց ներկայացվել են Դավիթ Բաբայանի հարցազրույցներն ու սոցիալական ցանցերի գրառումները, պնդելով, թե նա ոչ միայն արդարացրել է ադրբեջանական հողերի օկուպացիան, այլև կարևորել նոր տարածքներ գրավելու անհրաժեշտությունը։ Давид Бабаян также выступил в качестве политического обоснователя и идеологического пропагандиста военных планов. Ընդ որում Բաքուն Արցախի նախկին արտգործնախարարի մեղադրանքը ներկայացնելիս համեմատություն է անցկացրել նացիստական Գերմանիայի ռազմական հանցագործների Նյուրնբերգի դատավարության հետ, նշելով, թե պատերազմը քրեական պատասխանատվություն է նախատեսում ոչ միայն նրանց համար, ովքեր զենքը ձեռքին կրվել են, այլև այն պլանավորողների եւ արդարացնողների համար։ Իշխանյան вступил в преступную организацию, действующую под контролем военно-политического руководства Армении. Խոսելով Արցախի ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի մասին, մեղադրողը հատուկ շեշտել է, որ նա 1989 թվականից հայ հեղափոխական դաշնակցության անդամ է, իսկ դաշնակցությունն ըստ Բաքվի մեջ բերում եմ ազգային ատելություն է տարածում ադրբեջանցիների դեմ։ Դաշնակցություն, которая распространяет идеи национальной вражды против азербайджанцев. Մեղադրանքում նշվում է, որ Իշխանյանը եղել է գումարտակի հրամանատար, 1989-ից 2023-ը մասնակցել է Ադրբեջանի ինքնիշխան տարածքների օկուպացիային, եղել է падգամավոր եւ խորհրդարանի խոսնակ։ Դավիթ Իշխանյանն ի դեպ Արցախի խորհրդարանի նախագահ էր ընտրվել 2023-ի օգոստոսին, այդ պաշտոնում մինչև գերեվարվել է հասցրեց աշխատել ընդամենը 2 ամիս։ Шушинский батальон, в составе которого Давид Манукян служил с начала и до конца Первой Карабахской войны. Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի դեպքում էլ ադրբեջանցի դատախազը հատուկ շեշտել է այն հանգամանքը, որ նա 1992-ին ծառայել է Շուշիի առանձնակի գումարտակում, որը կազմված էր դաշնակցական կամավորականների ջոկատներից, իսկ այդ գումարտակն ըստ Բաքվի մասնակցել է Հադրութի, Ասկերանի, Շուշիի, Աղդամի, Քելբաջարի եւ այլ տարածքների գրավմանը։ Բաքվի զինվորական դատարանում ընթացող դատավարության մյուս մասնակիցների համար մեղադրողը պահանջել է 16-ից մինչև 20 տարվա ազատազրկում։ Սպասում ենք, որ այդպիսի դաժան պատիժ պիտի լինի։ Բաքվի զինվորական դատարանում խիստ պատժաչափերի առջև կանգնած հայ գերիների հարազատները, որոնց չենք ներկայացնում անվտանգության նկատառումներով, ասում են, որ իրենց համար սպասելի էր ՑՄՀ-ից մինչև 18-20 տարվա ազատազրկման պահանջը, քանի որ շուրջ 1 տարի շարունակվող դատավարությունը ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթաց է։ Եվ դա է պատճառը, որ ըստ հարազատների Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի էլ փորձել Ադրբեջանում փաստաբան վարձել, բացառությամբ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի։ Տեսանք քեզ վերջերս Ռուբեն Վարդանյանն էլ հրաժարվեց իր
պաշտպանից, որտեղ անիմաստ էր այդ շոուին մասնակցել։ Իդեպ հարազատների փոխանցմամբ դատավարությունը լուսաբանող միակ լրատվամիջոցը ադրբեջանական պետական ազերթաջ գործակալությունը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններն ու արտահայտած մտքերը ամբողջությամբ չի փոխանցում, խմբագրում է, հաճախ սխալ թարգմանում, ինչը նույնպես պետական մակարդակով ընթացող շոուի մի մասն է։ Տեղեկացել են մեր հարազատները, որ իրենք այնտեղ շատ ավելի են խոսում, շատ ավելի բաց են խոսում, բայց ինչի ներկայացում։ Տարիներով իրենց հայրերին, ամուսիններին, եղբայրներին դատավարության միջոցով հետևող հարազատները դժգոհում են, որ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատած Հայաստանի կառավարությունը գործուն քայլեր չի ձեռնարկում հայ գերիներին ազատ արձակելու համար։ Հարազատների փոխանցմամբ անցած 2 տարիների ընթացքում գոնե մեկ անգամ կառավարության որևէ ներկայացուցիչ գերիների ընտանիքներին չի հանդիպել, չի խոսել։ Մենք ինձ թվում է պիտի տեղյակ լինեինք, թե ինչ որ գործընթաց անում են։ Գոնե կառավարության ինչ որ ներկայացուցիչ պիտի մեր հետ այս 2 տարվա ընթացքում մի անգամ հանդիպեր։ Որևէ հանդիպում չի եղել որևէ ներկայացուցչի հետ։ Չէ։ Օրերս խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իր մոտեցումը։ Խաղաղությունն է, որ կնպաստի նաև գերիների ազատ արձակմանը։ Ինչքան բարենպաստ լինի միջավայրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, այդքան ավելի հեշտ կլուծվի նաև այդ հարցը։